Արևմտյան թևի քաղաքական կուսակցություններ մեկը մի քանիս անցնեն խորհրդարան, ես դրանից միայն ուրախ կլինեմ կոալիցիա կազմեն ու այնտեղ փոխադարձ համագործակցությամբ աշխատեն։ Բայց մինչև ընտրություններ այդ միանալը նախընտրական դաշինք ստեղծել։ Ես չեմ կարծում, որ առավելություններ կամ լրացուցիչ հնարավորություններ է տալիս։ Այդ միֆ է։ Մենք Գյումրիում միավորվեցինք եւ ինչ տեղ ունեցավ։ Այսինքն ինքը չապահովեց այդ, որովհետեւ ցանկացած կուսակցություն քարոզչության, քարոզարշավի ընդհանրապես իրեն ներկայացնելու իր մոդելն ու մոտեցումն ունի։ Ես չեմ ասում, որ մերը լավն է, իրենցը վատը, բայց երբ որ դու ճիշտ ուղղորդված քո մշտակված ճանապարհով ես գնում, հաղթում ես դու, պարտվում ես դու։ Եվ վերջապես միավորման գաղափարը, եթե նայում են ընդհանուր արևմտյան գաղափարի առումը ու պիտի միավորվեն, մենք 2001 թվականից քաղաքական դաշտում կանք, 2003 թվականից ընդգծված արևմտյան դաշտում ենք։ Ստեղծվում են հիմա նորից ստեղծվում են արևմտյան կուսակցություններ։ Մենք ինչով չենք բավարարել իրանց։ Հետևաբար ինչ որ տարբերություն կա, չէ՞, որ չենք բավարարել։ Հակառակ դեպքում որևէ խնդիր չկար, չէ՞, իրենք կարող էին մեր կուսակցության անդամ լինեին, ասենք նոր կուսակցություն չձևավորեին, գրասենյակներ չպահեին, լրացուցիչ ծախսեր չանեին։ Այստեղ երկու հանգամանք կա, ամբիցիաներ, որը ես երբեք չեմ ունեցել։ Իմ հետ ճանապարհ անցած ցանկացած մարդ կասի, որ երբ որ առաջի համարի կամ որևէ համարի խնդիր, ես միանգամից զիջել եմ, ես չեմ դրել այդ խնդիրը։ Մենք ելքի օրինակ։ Այսինքն իմ պարագայում այդքան էլ աշխատող չի եղել։ Հետևաբար այս համատեքստում ես կարծում եմ, որ այնպես ինչպես ռուսական թևի կամ ազդեցության կուսակցությունները գնում են 2-3 ճակատով, ու այդ չգիտես ինչի մեր ժողովուրդն ասում է, հա, ինչ խելոք են, տեսեք կգնան Գյումրի 2 կանեն, իսկ ինչի իրենք կարող են, որ ընդամենը 38% հանրային քվե ունեն։ Այստեղ որ 50%-ից ավելին է արևմտյան թևի ունեցածը, այս պարագայում ասում են, չէ, միավորվեք, որ կարողանաք։ Կարողանալու ենք մենք, միայնակ անցնելու ենք, մենք Երևանի մեր ցուցանիշը կրկնելու ենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։